Օգոստոս ամսին ջրափրկարարներն աշխատելու են ոչ մի զոհ ջրին կարգախոսով։ Ջրափրկարարներին այս տարի հաջողվել է փրկել 16 մարդու կյանք, իսկ ամառային տապին Սևանա լճում զովանալու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, խեղդվողներինը նույնպես։ 2010 առ 25 հուլիսի տեղի ունեցել Սևանա լճում 6 ջրահեղձման դեպք, 6 հոգի եւ 9 հոգի այլ մարզերում։ Դժբախտ պատահարների մեծ մասը գրանցվել է ժամը 8-ից հետո փրկարարների կողմից չվերահսկվող տարածքներում։ Խեղդվողները հիմնականում հարվածության վիճակում են եղել։ Նրանց տարիքը չի գերազանցել 30-ը։ Հատուկ ջրափրկարարական ջոկատն ունի 37 աշխատակից։ Իսկ բավարար են արդյոք ջրափրկարարների ուժերը ծառայություն իրականացնելու համար։ Չի կարելի ասել բավարար է, բայց եղած ուժերով կարողանում ենք ծառայությունը նպատակին ծառայեցնել։ Վերջին շրջանում Սևանա լճի մակարդակի բարձրացումը բարդացրել է ջրափրկարարների աշխատանքը։ Ջրի տակ մնացել են, ասենք, ծառի արմատներ են, բետոնա, երկաթա, այդ բաները մնացին։ Իդեպ վերջերս ձեռք է բերվել մեկ մեծ նավ, որով ցանկացած եղանակին եւ օրվա ցանկացած ժամի ջրափրկարարները կկարողանան հսկողություն իրականացնել։